Դատավորը անփոփոխ է թողել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Փեսայի Ավետիս Առաքելյանի խափանման միջոցը։ Նա չի կարող լքել երկիրը։ Գյումրու ղեկավարի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով, իսկ Գյումրու կոմունալ ծառայության բաժնի պետ Արտյոմ Մկրչյանի խափանման միջոցը փոխարինվել է երկրից բացակայելու արգելքով։ Հունվարի 21-ին Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական բարույթի նախագծության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել մինչև հունիս, նախքան Հայաստանում սպասվող ընտրությունները, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի, գործընթացի հաջողության համար Երևանը պետք է նոր սահմանադրությամբ պարտավորվի տարածքային պահանջներ չներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Հասանգուլիևը նշել է, քանի որ Ադրբեջանում պատերազմը ճանաչված է որպես հայրենական պատերազմ, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։ Նա առաջարկել է անցյալ օգոստոսին նախաստորագրված փաստաթղթի քննարկումը ներառել Միլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։ Newsweek պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ըստ պարբերականի, Թրամփի մոտեցումը, որը ժողովրդավարական արժեքներից վեր է դասում տնտեսական շահերը, Հայաստանին թողնում է մեկուսացված ու խոցելի Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։ Պարբերականը պնդել է, որ այս փաստաթուղթը ոչ թե խաղաղության ուղի է, այլ դիվանագիտությամբ քողարկված կապիտուլյացիա։ Համաձայնագրի առանցքային ու վիճահարույց մասը Թրամփի երթուղին Newsweek-ը որակել է կախվածության միջանցք եւ մահացու հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս գործարքը պարբերականի պնդմամբ Հայաստանը վերածում է վասալ պետության, նպաստելով Կասպիական նավթի հոսքին դեպի Եվրոպա, երկրի սեփական անկախության հաշվին։ Հոդվածում շեշտվել է, որ փաստաթղթում չի խոսվում Արցախից ավելի քան 120,000 հայերի էթնիկ ստումների մասին, ինչպես նաև նախատեսում է դադարեցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործերը, դրանով իսկ սրբացնելով պատերազմական հանցագործությունները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու իրականացնել մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով հայկական ինքնության հետքերը։ Ըստ Newsweek-ի, սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ տնտեսական գրավ Հայաստանի ապագայի վրա, որտեղ տոկոսարադրույքները սահմանում են թշնամիները։ Ադրբեջանի սահմանադրությամբ այլևս անվավեր են համարվում Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, ըստ որոնց Նախիջևանը ստացել էր ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծն ընդունվել է Միլի Մեջլիսի այսօրվա նիստում։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գործող սահմանադրության նախաբանում նշվում է, որ ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի օկտեմբերի 19-ի Կարսիի պայմանագրերով, որոնք դեռ ուժի մեջ են։ Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը հիմնված է Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագրում, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի հանրապետության սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։ Այս ամենից կարող են եզրակացնել, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը այլևս համարվում են անվավեր, եւ Նախիջևանը ճանաչվում է Ադրբեջանի հանրապետության մաս։ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հաստատել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հարցին Աբու Դաբիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երկկողմ հանդիպում նախատեսվում է, Նազելի Բաղդասարյանը պատասխանել է, որ նման պայմանավորվածություն դեռ չկա։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իլհամ Ալիևը եւս մասնակցելու է մրցանակաբաշխությանը։ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե Երևանում նախատեսվում է անցկացնել LGBT շքերթ։ Թուրք լրագրող Օկայ Դեպրեմը, ով նախկինում բազմիցս աչքի է ընկել մտածածին տեղեկության հրապարակմամբ, այս անգամ գրել է, որ Հայաստանի վարչապետը հավանություն է տվել 2026 թվականի ապրիլի 7-ին LGBT միջոցառման անցկացմանը։ Նման հաղորդակցությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա,
լրատվամիջոցների նպատակը հասարակության բևեռացումն է եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Տարբերակներ չեն քննարկել։ Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ԿԳՄՍ նախարարության եւ Հայոց պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ։ Սամվել Շահրամանյանը պահանջում էր զրպարտություն համարել եւ հերքել դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե իբր ինքն է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը։ Շահրամանյանը պահանջել էր պարտավորեցնել հրապարակային բոլոր եղանակներով, այդ թվում կրթական ծրագրի միջոցով տարածել հերքում այն մասին, որ դասագրքի Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային ասպարեզում վերադարձ պատերազմին գլխի այդ հատվածը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Որ մեր համար առաջնահերթություն է։ Պետական եկամուտների կոմիտեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Օպերատիվ տվյալների համաձայն օրերս Նիդերլանդների քաղաքացին Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան, իր հետ մաքսանենգ եղանակով տեղափոխելով թմրամիջոցներ։ Ռենտգենային զննմամբ նրա որովայնի շրջանում հայտնաբերվել են օտար մարմիններ, նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մարմնից դուրս է բերվել կոկային տեսակի թմրամիջոց, ընդհանուր 845 գրամ քաշով, 50 պատիճով։ Փաստի առթիվ օտարերկրացին ձերբակալվել հետագա օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև թմրամիջոցների ներկրման եւ իրացման մեջ ներգրավված եւս 2 անձ, որոնք ձերբակալվել են Երևանի հասցեներից մեկում։ Հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական սխալներ, հայտնել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ու նշել, որ մարտի 1-ին քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել նոր քննությանը անկախ իրենց թեստի տարբերակից։ بنده معتقدم مقصر منم مقصر ماییم Ըստ իրանական ֆարս լրատվական գործակալության երկրի նախագահ Մազուդ Փեժեշքյանը հրամայել է սկսել միջուկային բանակցություններ Միացյալ Նահանգների հետ։ Իրանը եւ ԱՄՆ բանակցություններ կվարեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում, շեշտել է աղբյուրը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ մի քանի օրից կողմերը համաձայնության կգնան։ Նա երկու հիմնական պահանջ է դրել։ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների սպանությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար։ Ամերիկյան բազաները ցրված են ամբողջ տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ հակամարտության մեջ անխուսափելիորեն կներքաշվեն բազմաթիվ երկրներ, շեշտել է նախարարը։ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը։ Երկրի պաշտպանական եւ հրթիռային հնարավորությունները երբեք չեն դառնա բանակցությունների առարկա։ Այդուհանդերձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, եթե չոտահարվեն իր օրինական շահերը։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փետրվարի 3-ին կայցելի Իսրայել վարչապետ Նեթանյահուի եւ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։ Այցը տեղի է ունենում Իրանի հետ հարաբերությունների ծայրաստիճան սրման եւ Գազայի պատերազմին վերջ դնելու սպիտակ տան ջանքերի ֆոնին։ Դրան նախորդել են Վաշինգտոնում երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև անցկացված խորհրդակցությունները։ Բանակցությունների օրակարգում են Թեհրանի հետ հնարավոր միջուկային երկխոսության վերսկսման նախապատրաստական քայլերը։ Քննարկվելու է նաեւ անվտանգության ոլորտում նոր 10-ամյա համաձայնագրի մշակումը, որը նախատեսում է Իսրայելին տրամադրվող ամերիկյան ռազմական աջակցության երկարաձգում։ Սիրիայի անցումային կառավարության ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները մուտք են գործել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասակե քաղաք։ Այս քայլով սկսվել է սիրիական ժողովրդավարական ուժերի հետ ձեռք բերված անվտանգային համաձայնագրերի իրականացումը։ Հունվարի 27-ին ստորագրված փաստաթղթի համաձայն կառավարական ուժերը կտեղակայվեն նաև Քամիշլիում, իսկ քրդական զինված կազմավորումները աստիճանաբար կընդգրկվեն պետական անվտանգային միասնական համակարգում։ Ալ-Ջազիրայում եւ Այն Ալ-Արաբում կձևավորվեն քուրդ մարտիկներից կազմված 4 բրիգադներ, որոնք կգործեն կենտրոնական հրամանատարության ենթակայությամբ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման շուրջ քննարկումները շարունակվում են։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ շփումները կարող են տեղի ունենալ բացառապես Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա խոսքով հանդիպման առաջարկն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պեսկովը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը նախաձեռնողը չի եղել։ Նա պարզապես պատասխանել է Զելենսկիի խնդրանքին։ Ըստ Պեսկովի, Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։ Նա շեշտել է, որ Մոսկվան ողջունում է բանակցային խմբերի աշխատանքը հանուն հարցի կարգավորման։
Щойно провів селектор по ситуації в усіх наших регіонах. Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում մեկնել Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու։ Ուկրաինան պատրաստ է ծանր զիջումների գնալ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենք պետք է Ռուսաստանից զիջումներ ստանան, ռազմական բյուջեի կրճատում, բանակի կամ միջուկային զենքի սահմանափակումներ։ Կալասը նշել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է առնվազն 19 երկրի վրա։ Մադագասկարում Վիտյա թայֆունից 3 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել։ Աղետից տուժել է ավելի քան 28000 մարդ, 800 բնակարան ամբողջությամբ ավերվել է, ամենաշատը տուժել է մայրաքաղաք Անտանանարիվում։